Բացվել է Երևանի պատմական կարմիր կամուրջը, որը մայրաքաղաքում պահպանված ամենահին կամուրջն է։ 10-ից 13-րդ դարի կամրջի վերականգնման աշխատանքներ տարբեր ժամանակներում իրականացվել են։ Վերջին անգամ այդպիսի աշխատանք է նախաձեռնվել 1980-ին, սակայն մնացել անավարտ։ 2023 թվականին մեկնարկած կամրջի վերականգնման նոր աշխատանքները ավարտվել են այս տարի։ Կամրջի բացմանը ներկա էր վարչապետը։ Ես չգիտեի, սա գնում է բանի փաստորեն Երևան մոլի կողքը դուսա։ Որոշեցինք, որ այդ ամբողջը պետք է վերականգնենք, որ ասֆալտը կամ չգիտեմ, պետք որ երթևեկություն ունի, այսինքն այս մասը կդառնա ահավոր աշխուժ։ Ես առաջ անգամ որ եկել եմ, երևի շատ շուտ է, բայց այս վերականգնման շրջանում որ մի անգամ եկել եմ, հետո երկու անգամ եկել եմ ստեղ ուղղակի բանի նայել։ Շատ զավրություն, որ աստիճանների միջև ջուր իջնում, շատ լավ է ստացվում։ Սեչուշատեն Երևանի Երևանի կարմիր կամուրջը ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Սա կարող է դառնալ նաև շատ հետաքրքիր ժամանցի և հանգստի վայր մեր բազմաթիվ քաղաքացիների համար ու մյուս կողմից էլ մեզ հասանելի է դարձնում և ընդգծում է Երևանի պատմամշակութային ժառանգությունը։ Պետք է հիշեցնեմ, որ այս տարի մենք նաև Երևանի ուրարտական ժառանգության մասով հայտ ներկայացրեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցելու և արդեն իսկ կա ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը նախնական ցանկերում ընդգրկելու եւ սա մեր շարունակական աշխատանքն է Երևանի պատմամշակութային ժառանգությունը դարձնել ավելի տեսանելի, դարձնել ավելի հասանելի եւ երբ որ մենք խոսում ենք Երևանի պատմության մասին, ապա պետք է կարողանանք նաեւ հենց նման միջոցներով անզեն աչքով դա դարձնել շատ ավելի հասկանալի բոլորի համար։ Նախարարը տեղեկացնում է, բացի կամրջից լուսավորվել են նաեւ Երևանի բերդի աշտարակները։ Նախկինում կամուրջն օգտագործվել է բեռների փոխադրման սայլերի անցումների համար։ Այսօր էլ կամուրջը նախատեսված է հետիոտնի համար։ Կարմիր կամուրջը իր տեղով եւ դիրքով մեր կարևոր հուշարձաններից է, որովհետեւ ժամանակին քաղաքի մուտքը եղել է հենց կարմիր կամուրջով։ 2023 թվականից մասնավոր համայնք համագործակցությամբ կամուրջը հիմնանորոգվում է եւ հատուկ հիմնանորոգման համար Արարատյան դաշտավայրից բերվել է չմշակված տուֆ, իրանական հին մեթոդներով իրականացվել են քարի մշակման աշխատանքներ, որպեսզի կարողանան վերականգնել ամբողջական հին տեսքը կարմիր կամուրջի եւ իրապես շատ լավ աշխատանք է արվել։ Կամրջի վերականգնման աշխատանքներն իրականացնելու հիմնական առաջարկությունը արել է մասնավորը, որը հարակից տարածքում կառուցում էր նաև հյուրանոցային համալիր։ Սա մեր ամենալավ համագործակցության օրինակներից մեկն է, երբ որ եւ քաղաքապետարանը եւ մասնավոր գործընկերը եւ նախարարությունը ստանում են շատ կարեւոր արդյունք, մեր ամենակարևոր հուշարձաններից մեկը ամբողջապես վերակառուցվում է։ Այսօր զուգահեռ ամփոփվել է նաև Եվրոպական ժառանգության օրեր ծրագիրը։ Եվրոպական միության հետ գիտեք, որ շատ տևական ժամանակ աշխատում ենք եւ միասին նշում ենք Եվրոպական ժառանգության օրերը մեր երկրում եւ իրականում սա նաեւ ցույց է տալիս, որ այս ժառանգությունը համընդհանուր համաշխարհային ժառանգության մաս է։ Ըստ նախարարի կամրջի բացումն ու Եվրոպական ժառանգության օրեր ծրագրի եզրափակիչ միջոցառումը կազմակերպվում են համատեղ, ընդգծելով նաև այն, որ Հայաստանը աշխարհի, իսկ մեր մշակութային ժառանգությունը համընդհանուր մշակութային ժառանգության մաս են։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։